Պարոն Պողոսյան, մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որտեղ ուզենք թե չուզենք, մարտի 1-ի զեկույցները դեռ իրենց արժանի ոչ միայն գնահատականը չի ստացել, այլ դատարաններում դատաքննության փուլում չի պարզաբանվել 038 հրամանը, նրա մեջ ներգրաված զինված ուժերը, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացնում, արտակարգ դրության ժամանակ թե ոչ, այն նախարարները, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չենք կարող գտնենք։ Ուր է Միխայել Հարությունյանը, գնացեք, եկեք գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պիտի պաշտպանեն, փախան։ Վիգեն Սարգսյան, Միխայել Հարությունյան, Արշակ Կարապետյան, այս ինչ աղետ է, այս ինչ փորձանք։ Բոլորը պետք է գան եւ պետք է այս երկրի առաջ, քանի որ այդ պաշտոնը ստանալուց իրանք երևի չեն հասկացել, այդ այն պաշտոններն են, որտեղ որ գրվում է մեծ պատասխան մեր ժողովրդի առաջ, անվտանգային համակարգի համար մեկ պաշտոնյաներն են եղել։ Չկա։ Ցնդեցին։ Շատ լավ։ Հիմա մարտի 1 եւ 44-րդ պատերազմ հոկտեմբերի 27, երբ որ ես այդ հարցը տալիս եմ, ակնկալում եմ նաեւ, որ այդ պատասխանը այնուամենայնիվ այսօրվա եզրափակիչ խոսքում գլխավոր դատախազը պետք է հիշատակեր, որ այդտեղ խնդիրները կան եւ ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր խոսքում նաեւ նշեցիք, որ անջատված մասով խումբը աշխատում է իմ հորդորը ձեզ, քանի որ ես բոլոր գործերին ինչ որ չափով ի պաշտոնը ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ քննչական խումբը, որը որ հոկտեմբերի 27-ով զբաղվել է այս գործով, պարոն Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ այնտեղ բարձրակարգ քննիչներ են եղել, ես մի քանիսի անուն տվել եմ, որպես խորհրդատուներ կանչեք նրանք այնպիսի ինֆորմացիա են տիրապետում, որ ոչ միտեղ չեք գտնելու։ Ես գիտեմ, որ Արգիշտի Քարամյանը, երբ որ զբաղվում էր ազգային անվտանգությունում նաև դուք այս գործով, նաև ուղղությունների եք բաժանել եւ այդ ուղղությունների մեջ շատ կարեւոր են եղել այն ձայնագրությունները, որը մինչեւ հիմա գուցե փոշի է դրածվել են։ Մինչև հիմա մենք չգիտենք 27-ի զենքերի դրա առնչությամբ հետ կապված գործերը, բայց հիմա խոսքը վերաբերվում է անջատված մասը օր առ աջ, որպեսզի գտնի այն ամենի պատասխանը, որը մենք կորցրել ենք։ Կորցրել ենք, որտեղ անկեղծ չենք եղել, չենք ուզել որ բացահայտվի։ Շատ ազդեցիկ ուժեր են եղել։ Ուզունյանի փախուստը ձեզ օրինակ, Սամվել Ուզունյան։ Երբ որ վիճակ փոխվեց Հայաստանում, մեկ էլ պարզվեց, որ գտել են մի դատավորի, որը արագացված, նույնիսկ կարևոր վկաներին կարող այսպես արանքից չրտի գցեն կողմ, ոնց։ Բա Ուզունյանի տեղը չգիտենք։ Բա դուք ասում եք, հարց տվեցին ձեզ, քննչական մարմինը ազգային անվտանգությունում էֆեկտիվ էր, կարող եմ ասել այո էֆեկտիվ էր, շատ, որակական ցուցանիշը շատ բարձր էր։ Դուք ասեցիք, որ այն քննչական մարմինը, որը ունի օպերատիվ ծառայություն, խնդիրները նաև արագության եւ օպերատիվության մեջ զիջում են։ Դա էլ է ճիշտ։ Մենք որոշում ենք ասել առանձնացնենք եւ ամբողջացնենք քննչական մարմինները, բայց չէ որ հատուկ քննչական ծառայությունը, որ հետո դարձավ հակակոռուպցիոն, հա, մարմին, ինքն ունի օպերատիվ ծառայություն եւ իր նաեւ աշխատանքի հաջողությունը այսօր պայմանավորված է նաեւ այդ ծառայության լինելիությամբ։ Եկեք մի հատ այստեղ էլ մտածենք ինչ ենք անում, որպեսզի այն հիմնական խնդիրները, որ արագ պետք է լուծումներ գտնեն, կառուցվածքային եւ բովանդակային առումով կարողանանք ճիշտ ընթացակարգերի մեջ տեսնենք։